Մեկ բացիկ մեկ բնակարան երկու ծրագրի մեկնարկից անցել է շուրջ 2 ամիս։ Ծրագիրն իրականացնողները ներկայացրել են մինչ օրս կատարված աշխատանքների արդյունքները։ Տպագրված 13,000 բացիկը սպառվել է մասնակի։ Արդեն հավաքագրվել է շուրջ 9,000 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 7-ը։ Եթե մեկ բացիկ մեկ բնակարան երկու ծրագրի մեկնարկին բարեգործական ջոկատի անդամները հստակ որոշել էին չդիմել անհատ բարերարներին, ապա ներկայում սկզբունքները ենթարկվել են փոփոխության։ Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը շատ է, սակայն բացիկների վաճառքից ստացված գումարով բնակարանի վիճակահանությանը կմասնակցի շուրջ 10 ընտանիք։ Ներկա պահին մենք ողջ ուժով փորձում ենք իմի բերել հենց մեկ բացիկ մեկ բնական երկու ծրագիրը։ Թվային տվյալները արդեն մոտավորապես իմի ենք բերել։ Ընդհանուր առմամբ կազմի մոտ 9,000 դոլար գումար, այսինքն մեր առջև խնդիր ենք դրել լուծել 3-ից 4,000 բացիկի վաճառքի խնդիրները։ Ես դրանից հետո կարողանանք արդեն գնել բնակարանը։ Մնացած օգնությունը տեսից եղել է շատ քիչ, $1 կամ 2-3 դոլարի կարգի, այսինքն քիչ գումար, բայց զգալի գումար եղել է մի դեպքում արաբ բարերարի կողմից։ Ասում են շատ դեպքերում աղջիկ ջան կամ տղա ջան 400 դրամ չունեմ կլինի 300 տամ կամ 150 տամ օրինակ։ Այդպիսի մարդիկ շատ կան ու նշվեց նաև բարերարների մասին։ Մենք բնականաբար վերջին մեր, այսպես ասեմ, հույսը այդ մարդիկ են, ովքեր ունեն հնարավորություն, բայց նորից գաղափարին եթե վերադառնանք, ինչքան 400 դրամներ ենք մենք անիմաստ կորցնում։ Նույնիսկ չենք էլ նկատում, որ այդ 400 դրամը ծախսվեց։